Բարև ձեզ, սիրելի գյումրեցիներ ջան, սիրելի գյումրեցիներ, սիրելի իմ հայրենակիցներ, ուզում եմ թվարկել 3 պատմական դաս, որ Գյումրին տվել է մեզ բոլորիս, ողբերգական, անասելի աղետից չընկրկել, համախմբվել ու վերականգնվել և ապացուցել բոլորին, որ սա մեր երկիրն է, սա մեր հայրենիքն է, ձեր թասիբով ցավը տանեմ։ Սիրելի գյումրեցիներ, այս մարդիկ 8 տարի է իշխանություն, 8 տարի ամեն մի հոգսի դժվարության պատասխանատուն են ու մեղավորն են, բայց գալիս են ամեն մի հավաքին, խոսում են այնպես, ինչպես նոր են եկել իշխանության։ Ես գիտեմ մի բան հստակ, Գյումրեցին, Շիրակի մարզի մեր հայրենակիցները շատ լավ գիտեն, թե որն է ճիշտը և որն է 8 տարի շարունակ սուտը, դրա համար ասում ենք, փոփոխությունները գալիս են, այո։ Ժողովուրդ ջան, 8 տարի առաջ ձեզ խոստացել էին, որ աղետի գոտու հարցը պետք է լուծվի, որ Հայաստանում աղքատության հարցը պետք է լուծվի, դրանցից ոչ մեկը չեն արել, ու այդ պայմաններում գալիս են Գյումրեցու առաջ կանգնում են, հերթական իբր խոստումն են տալի, մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք ունենք կոնկրետ ծրագրեր, 300,000 աշխատատեղից, մինչև հարկային բարեփոխում, մինչև ծայրահեղ աղքատության վերացում, ու այդ ամենը երաշխավորում է մեկ մարդ, Սամվել Կարապետյանը, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել։ Ժողովուրդ ջան, մի բան էլ եմ ուզում ձեզ շատ անկեղծ ասել, վերջին շրջանում նաև երբ խոսքը գնում է խաղաղության մասին, երբ արդեն մեր հայրենակիցներին, ովքեր մասնակցել են 44 օրյա պատերազմին, ասում են ինչի դուք չեք զոհվել։ Ժողովուրդ ջան, ես կարծում եմ այս ամեն ինչը արդեն կարմիր գիծն է։ Այս վարքագիծը արդեն նրա մասին է, որ այդ մարդիկ պետք է հեռանան։ Այդ մարդկանցից ոչ մեկը, ովքեր գալի նման մտքեր են ասում, գիտեք չէ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ չեն։ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի կողմից հայտարարվել է իբրև հետախուզվող։ Ու այս մարդիկ, այս իշխանությունները Ադրբեջանի ցանկություն այդ մասով էլ են կատարող, որտեղ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։ Ու դրա համար նաև գտնվելով Գյումրիում մենք պետք է ասենք ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն, ազատություն։ Ժողովուրդ ջան, առաջարկում եմ մի հատ բռունցքներս բարձր, ազատություն, ազատություն, ձեր ցավը տանեմ, ժողովուրդ ջան, այն որ ուժեղ Հայաստանում քաղաքական հետապնդում չի լինելու, իրավունքը գերակայող է լինելու, համաներում է լինելու, դա փաստ է, դա մեր ծրագրային խոստումն է, դրա համար մենք ինչ ենք խնդրում, թասիբով իմ հայրենակիցներ, հունիսի 7-ին գնում ենք ընտրությունների, գնում ենք ընտրատեղամաս և ինչ ենք ասում, ընտրում ենք քվեաթերթիկ 3-ը, որովհետև փոփոխությունների համար
Ժողովուրդ ջան, եկեք մի հատ էլ նենց ասենք, որ ամբողջ մեր Շիրակի մարզը իմանա, որ նա փոփոխությունների համար երեք։ Ձեր ցավը տանեմ, սիրելի գյումրեցիներ։ Բայց երևի մի բան է ասեմ, էլի։ Գիտեք, Գյումրին հայրաքաղաք է, իր տեսակով, կոլորիտով, որակով։ Դե տենց մի հատ երկար չէ, որ ասում էր մեր լենական սիրուն քաղաք, արի գնանք զարդարելու, մեր լենական սիրուն քաղաք, արի գնանք զարդարելու, քաղաք ծնվել քաղաք կաբրիմ, ես գյումրեցու ցավը տանիմ, քաղաք ծնվել քաղաք կաբրիմ, ես գյումրեցու ձեր ցավը տանիմ, այո։